Մաքսային մարմինը 2023-ին ապահովել է 529 միլիարդ դրամի հարկային եկամուտ, որը 22-ի ցուցանիշը գերազանցում է 32%-ով։ Ավելացված արժեքի հարկի գծով գանձված գումարը 22-ի ցուցանիշը գերազանցել է 27%-ով, իսկ ակցիզային հարկի գծով 29%-ով։ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի խոսքով աճը գրանցվել է կենցաղային եւ համակարգչային տեխնիկայի, ծխախոտի, խմիչքի, վառելիքի, տրանսպորտային միջոցների ներմուծման գծով։ 2022 թվականին ներմուծվել է շուրջ 46,000 տրանսպորտային միջոց, խոսքը թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասին է, իսկ 2023 թվականին շուրջ 84,000 տրանսպորտային միջոց, ընդհանուր առմամբ 2023 թվականի ներմուծումը աճել է շուրջ 83%-ով։ Ներմուծման կտրուկ աճը պայմանավորված է եղել Ռուսաստանի դեմ սանկցիաներով եւ ըստ Թամազյանի այդ մեքենաները Հայաստանից արտահանվել են դեպի ԵԱՏՄ երկրներ։ Իրավիճակը փոխվել է 2023-ի օգոստոսին, երբ Ռուսաստանը ներմուծման համար ուտիլիզացիոն բարձր վճար է սահմանել։ Այդ ժամանակից սկսած տեմպի նվազում է գրանցվել։ Տարանցման հայտագրի գործընթացի բարձեցում, նախնական հայտագրման համակարգի ներդրում, թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային տրամադրում, Մաքսային մարմնում հերթերից խուսափելու ու գործընթացը բարձեցնելու ուղղությամբ կատարված քայլերն է նշել Թամազյանը, ընդգծել փոփոխությունների հետևանքով 2-ից 3 օրվա փոխարեն բաց թողումը 2-3 ժամ է տևում։ Թամազյանը շեշտել է, որ նախորդ տարի իրականացված կառուցվածքային փոփոխությունները եւս իրենց ազդեցությունը կունենան ոլորտի բարեփոխումների վրա։ Անդրադարձել է նաեւ մաքսակետերի արդիականացման գործընթացին, նշել, որ մարգարայի անցակետն ամբողջությամբ պատրաստ է։ 2023-ին մեկնարկել են նաեւ Բագրատաշենի անցման կետերի արդիականացման աշխատանքները, ավելացվելու են հոսքուղիները։ Նախատեսում են աշխատանքն ավարտել այս տարվա վերջին, իսկ Մեղրի անցակետի շինարարությունը փոքր-ինչ երկար կտևի, նշել է Թամազյանը։ Վրացական պետհամարանիշներով մեքենաների խնդրին անդրադառնալով ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ մինչև դեկտեմբերի 31-ը գործող կառավարության աջակցության ծրագրով մաքսազերծվել է 2648 մեքենա։ Անդրադառնալով ԵԱՏՄ ընդհանուր կաթսա փոխանցված գումարին, Կարեն Թամազյանը նշել է, որ 2023-ին տվել ենք շուրջ 187.5 միլիարդ դրամ, ստացել 73 միլիարդ։ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան համար 23 հիմնական դպրոցը երբևէ մարզադահլիճ չի ունեցել։ Ֆիզկուլտուրայի դասերը ցուրտ եղանակին անցկացրել են դասարանում, տաք եղանակին բացօթյա խաղահրապարակում։ Այստեղ անհամբեր սպասում են պետբյուջեի միջոցներով կառուցված մարզադահլիճի շահագործմանը։ Սակայն հունվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում բազմաթիվ թերություններ է արձանագրել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով Լոռու մարզպետի պաշտոնակատարն ու աշխատակազմի մյուս պատասխանատուներն իրականացնում են պետական ֆինանսավորմամբ կառուցվող օբյեկտների մշտադիտարկում։ Տվյալ դպրոցում խնդիրները բազում են, կառուցված բոլոր, կարելի ասել, մարզադահլիճներում, ինչպես նաև դպրոցներում արձանագրված են թերություններ։ Արձանագրված թերությունների վերաբերյալ ամբողջական տեղեկությունն առաջիկայում կամփոփվի եւ կներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Վանաձորի համար 23 դպրոցի մարզադահլիճի կառուցման համար պետբյուջեից հատկացվել էր 251 միլիոն 802 հազար դրամ։ Շինարարությունն իրականացրել է Նեմրութ ընկերությունը։ Նախատեսվում է պոլիէթիլենային պարկերի, տոպրակների, պլաստիկից պատրաստված մեկանգամյա սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների վաճառքի արգելք սահմանել։ Բացառություն են լինելու կշռափաթեթավորման համար նախատեսվածները եւ երկրորդային հումքից արտադրվածները։ Արգելքը կիրառվելու է աստիճանաբար։ Նախագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունը, թե երբ այն կհաստատվի եւ ուժի մեջ կմտնի, դեռ պարզ չէ։ Նման որոշում կայացնելու պատճառը բնապահպանական է։ Պլաստիկը կենսաբանական քայքայման չի ենթարկվում եւ աղտոտում է շրջակա միջավայրը։ Նախագծի ընդունման դեպքում այն խանութները, որոնք կշարունակեն վաճառել արգելված ապրանքները, կտուգանվեն 100,000 դրամով։ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվել էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը։ Ըստ նախարարության, երկրում պոլիէթիլենի արտադրության ծավալների էական կրճատում չարձանագրվեց, սակայն սպառողի վարքագծի փոփոխություն նկատվեց։ Որոշակի առումով ազդեցություն ունեցել է։ Ես ինքը շատ հաճախ հանդիպում եմ մարդկանց, որոնք իրենց տոպրակներով են խանութ հաճախում։ Եթե վերցնենք, որ այսօր 50 միկրոն տոպրակը արժի, ասենք 40-50 դրամ եւ էլի ինքը շատ քիչ է, որ մի քանի անգամ են օգտագործում, միգուցե էլի բազմակի օգտագործման գնում է դա, բայց ոչ այդքան շատ, բայց մյուս տոպրակները սկսած երևի 150 դրամից մինչև 1500-200 դրամ, մոտավորապես եմ ասում, այս պայմանական գներ են միգուցե այս պահին, բայց ամեն դեպքում շուկայում այդ բազմակի օգտագործման տոպրակների ընտրությունը կա։
Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են։ Լոնդոնի բորսայում Brent ապրանքանիշի մարտի մատակարարումների ֆյուչերսների գինը նախորդ օրվա բորսաների փակման պահի ցուցանիշի համեմատ աճել է 1.2%-ով, կազմելով բարելի դիմաց $78.31 սենտ։ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1.5%-ով, կազմելով բարելի դիմաց $73.6 սենտ։ Հայաստանի կենտրոնական բանկը տեղեկացրել է, որ հունվարի 12-ի տվյալով ամերիկյան դոլարը միջինն արժեցել է 405 դրամ 35 լումա, եվրոպական արժույթի գինը կազմել է 444 դրամ 18 լումա, ռուսական ռուբլու արժեքը սահմանվել է 4 դրամ 60 լումա։